Փառք։ Ելից 33-ի 21-23 խոսքերը։ Եկեք կարդանք սա միասին ինչպես մի ընտանիք։ Եվ Եհովան ասաց. «Ահա ինձ մոտ մի տեղ կա, եւ այդ ժայռի վրա կանգնիր, եւ կլինի, որ իմ փառքը անցկենալիս քեզ ժայռի խոռոչի մեջ կդնեմ եւ քեզ իմ ձեռքով կծածկեմ, մինչեւ որ ես անցնեմ։ Հետո իմ ձեռքը վեր կառնեմ եւ իմ ետևը կտեսնես, բայց իմ երեսը չի տեսնվի»։ Փառք Աստծուն։ Եվ Տերն ասաց. «Նայիր, այստեղ իմ կողքին կա այդպիսի տեղ, իմ կողքին տեղ կա»։ Սաղմոսի 91, միայն մի խոսք։ Ասում է. «Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը ամենակարողի շուքի տակ պիտի հանգստանա»։ Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը ամենակարողի շուքի տակ պիտի հանգստանա։ Հպվիր երեք հոգու եւ ասա՝ գաղտնիքը բացված է։ Հայր, թող քո օծությունը լցնի այս դահլիճը, թող այն հպվի, լցնի, ծաղկեցնի եւ բժշկի։ Կապիր սատանային եւ ամեն պիղծ ոգիներին, որ դուրս կգա քո եկեղեցու միասնականության դեմ։ Հայտնիր քեզ քո ժողովրդի մեջ, ցույց տուր քեզ ուժեղ եւ ամենակարող։ Բռնիր սատանայի կոկորդից եւ խեղդիր այսօր։ Ես շնորհակալ եմ քեզանից այն բանի համար, ինչը դու կարող ես անել։ Բռնիր նրան հագուստի նման, բռնիր նրան քո ամենակարող ձեռքերով։ Դու ինքնիշխան Աստված ես, եւ ես շնորհակալ եմ քեզնից այն ամենի համար, ինչ դու պիտի անես։ Շարժվիր քո կերպով, շարժվիր քո կերպով, շարժվիր քո կերպով, շարժվիր քո կերպով, շարժվիր քո կերպով Հիսուսի անունով։ Ինչ որ մեկը թող ասի ամեն։ Կարող եք նստել մեր Աստծո ներկայության մեջ։ Թույլ տվեք ինձ ուղիղ ասել, որ երբ Աստված ստեղծեց մարդուն, նա ստեղծեց մարդուն նրա համար, որպեսզի նա հաղորդակցվի իր հետ։ Աստված մարդուն ստեղծեց իր հետ հաղորդակցվելու համար։ Աստված չստեղծեց մարդուն իրենից հեռու կանգնելու ինչ-որ տարածության վրա լինելու համար։ Նա ստեղծեց մարդուն երկրի վրա իր փառքի արտացոլանքը լինելու համար։ Գիրքն ասում է, որ մենք ստեղծված ենք Աստծո պատկերով եւ նմանությամբ, որպեսզի Աստծո փառքը մեր միջոցով ներկայացվի երկրի վրա։ Մենք չենք ստեղծվել որպես ծառաներ, մենք չենք ստեղծվել որպես ստրուկներ, մենք չենք ստեղծվել որպեսզի տկար լինենք, մենք չենք ստեղծվել, որ վիրավոր լինենք։ Մենք ստեղծվել ենք, որ իշխաններ լինենք։ Մարդը ստեղծված էր տիրելու եւ իշխելու, զորությամբ կառավարելու համար եւ առանց մեղքի։ Անհնար է, որ դու վերականգնվես քո պաշտոնական դիրքում եւ շարունակես մնալ տկար, որովհետեւ Աստված ստեղծել է քեզ լինելու ուժեղ։ Նա ստեղծել է քեզ լինելու կենսախինդ, նա քեզ ստեղծել է նեցուկ լինելու համար։ Դու նույնիսկ ընդունակ չես լինելու մեռնել։ Պատճառը, երբ դու որևէ վերք ես ստանում քո ձեռքի վրա, արյան սպիտակ գնդիկները վազում, դիմադրում են եւ հետ են մղում ամեն հնարավոր վարակը եւ մաշկի հյուսվածքները րոպեական սկսում են վերականգնվել։ Այդ վնասված տեղը եւ մաշկի վրասպին առաջանում է այն բանի համար, որ քո մարմինը ըստ էության ստեղծված չէր մեռնելու համար։ Ծերացումն այսօր գաղտնիք է նույնիսկ գիտնականների համար։ Նրանք չեն կարողանում բժշկել դրանից, որովհետև նրանք չեն հասկանում, թե ինչու ենք մենք ծերանում։ Մենք ստեղծվել ենք ապրելու, ստեղծագործելու, կյանք ունենալու եւ այդ կյանքը պահպանելու համար, որովհետև Աստված ուզում էր, որ մենք մշտապես գտնվեինք իր ներկայության մեջ։ Մենք ստեղծված ենք Աստծո պատկերով եւ նմանությամբ։ Այս դահլիճում ինչ-որտեղ իմ երեխաներն են, որոնք ծնվել են իմ մարմնից։ Ուշադիր եղեք, թե ինչ եմ ես ասում։ Իմ բոլոր երեխաները աֆրոամերիկացիներ են։ Բոլորը մինչև վերջինը։ Ես ձեզ կարող եմ ասել, թե ինչու, որովհետև ես եւ նրանց մայրը այդպիսին ենք։
Ես սիրում եմ ասիացիներին, բայց իմ ոչ մի երեխան ասիացի չէ, ես սիրում եմ սպիտակամորթներին, բայց իմ երեխաներից ոչ մեկը սպիտակամորթ չէ, ես նրանց ըստ կատալոգի չեմ պատվիրել, ինչ որ կար իմ մեջ, կա նաև նրանց մեջ, նրանց պետք չէ փորձել լինել ինձ նման, նրանց պետք չէ դրա վրա աշխատել, դա ուղղակի փոխանցվում է նրանց ԴՆԹ-ի միջոցով, որովհետև նրանք ինձնից են ծնված, քո Աստված, որ արարել է քեզ, հավիտենական Աստված է, եւ նա մարդկանց ստեղծել է հավիտենական լինելու ինչպես ինքն է, եւ մարդը պետք է լիներ հավիտենական, ինչպես նա, որպեսզի մարդը բնակվեր Եդեմի պարտեզում, ուտոպիա, հավիտենական մեղրամիս Աստծո հետ, առանց հիվանդությունների, առանց հիվանդանալու, առանց աղքատության, վշտերի, դու նույնիսկ գլխացավ չէիր ունենալու։ Աստված չբերեց այս աշխարհ չարությունը, անառակությունը, դավաճանությունը եւ այսպիսի բաները։ Դրանք մեղքը բերեց։ Փաստորեն նախքան Ադամի մեղանչումը նրա հոգու եւ իր փրկչի միջև ոչ մի պատնեշ չկար։ Նա կարող էր նայել ուղիղ ամպերի մեջ եւ տեսնել Աստծուն եւ Աստված կարող էր տեսնել նրան։ Բայց երբ մեղքը հայտնվեց, Ադամի եւ Աստծո միջև բաժանում առաջացավ։ Աստված հարց տվեց. «Ուր ես, Ադամ»։ Ես կարծում էի, թե դու ինձ պիտի հանդիպեիր այգում։ Մենք պետք է միասին լինեինք։ Եվ երբ Ադամը այլևս չէր կարող հասնել Աստծուն, Աստված պատասխանատվություն վերցրեց ինքը հասնելու նրան։ Եվ Աստծո ձայնը օրվա զով ժամանակին շրջում էր այգում, փնտրում էր Ադամին, որպեսզի կապը նրանց միջև կարողանար նորից վերականգնվել։ Եվ զոհաբերված գարան արյունով Ադամը նորից ընդունակ եղավ Աստծո ներկայության մեջ կանգնելու, իսկ արյունը հոսեց նրա ազդրերի վրայով, որովհետև Աստված դեն նետեց թզենու տերևները եւ արյունով ծածկեց։ Աստված պատրաստեց առաջին մուշտակը։ Իսկ հաջորդը ես գնեցի եւ ահա գիտես։ Օ, ահա հիմա ինձ նամակներ կգրեն։ Օ, եղբայր Ջեքս։ Օ, եղբայր Ջեքս, սպանում եք այդ անմեղ կենդանիներին, իսկ ինքներդ կաշվից կոշիկներ եք կրում, դե լռիր։ Եվ այսպես։ Մի բան կասեմ իմ մասին, ես պատասխանը կտամ, պարգևի տակ չեմ մնա։ Աստծո եւ մարդու միջև կային ուխտի հարաբերություններ։ Երբ Աստված պատրաստ էր տեսնել ինքն իրեն, նա ցույց էր տալիս Ադամին եւ ասում էր. «Ահա իմ լուսանկարը»։ Երբ Ադամը պատրաստ էր հասկանալ, թե ով է ինքը, նա նայում էր Աստծուն։ «Ահա ինչու դու չես իմանա, թե ով ես դու, քանի դեռ չես գտել Աստծուն»։ Գտնել Աստծուն նշանակում է գտնել ինքդ քեզ։ Ինչքան ավելի ես գտնում Աստծուն, այնքան ավելի ես հասկանում ինքդ քեզ։ Դու ստեղծված ես լինելու կապի մեջ։ Ես խոսում եմ Աստծո հետ քո ինտիմ կապի մասին, եւ թեկուզ դու փորձում ես այդ ինտիմ կապը գտնել ուրիշ մարդկանց հետ, վաղ թե ուշ դու կսթափվես եւ կհասկանաս, որ այն ինչին ձգտում է քո հոգին, ոչ մի մարդ չի կարող քեզ տալ։ Դու գիտես ինչ է հասունությունը, դա այն է, որ դու վերջապես գիտակցես, որ ոչ ոք չի կարող քեզ այնքան ճիշտ սիրել, որքան Աստված։ Օ, թեկուզ դուք չաղաղակեք, ամեն դեպքում ես կասեմ ձեզ, որ ոչ ոք բացի Աստծուց չի կարող ձեզ ճիշտ սիրել։ Երբ դու հոգնում ես մի բանը մյուսի հետ հարմարեցնելուց, մյուսն էլ մեկ այլ բանի, դա էլ մի ուրիշ բանի եւ այդ ամենը քեզ շարունակ հետ է պահում, վերջապես դու կվերադառնաս Աստծուն եւ կասես. «Օ Աստված, ես քեզ եմ գալիս, իմ կյանքում ինձ քո սերն է պետք, քո զորությունը, քո հանգիստը»։ Նա գիտի որտեղ ես դու կոտրված, նա գիտի ինչպես բժշկել քեզ, նա գիտի ինչպես օրհնել քեզ, նա հասկանում է այն, ինչ քո մասին չես հասկանում, եւ նա սպասում է, որ դու հրաժարվես նրանցից եւ փնտրես իր երեսը։ Մեղքը նրանց միջև անդունդ առաջացրեց եւ այդ պահից դու անցնելով գրվածքի միջով տեսնում ես, որ Աստված վերանորոգում է կամուրջը։ Խորանը եբրայերենում օել բոետ թարգմանվում է հանդիպման վայր։ Դա վայր է, որ Աստված պատրաստեց անապատի մեջ, չորության մեջ, անպտուղ վայրում Մովսեսը տեղադրեց վրանը։ Եվ Աստծո փառքը իջավ եւ նստեց վրանի մեջ, որպեսզի ամբողջ Իսրայելը կարողանար տեսնել նրա փառքը եւ այդ կերպ նրա հետ կապ ունենար։ Խոսելով Մովսեսի մասին, Մովսեսը տղամարդ էր։ Ես խոսում եմ այն մասին, որ նա գեղեցիկ էր, նա հիասքանչ էր, նա ուժեղ էր։ Աստված ուղարկում է մի մարդու շարժելու մի ամբողջ ժողովուրդ, հանելու ստրկությունից եւ էվակուացնելու 1.5 միլիոն մարդու, մի կարգին աղոթող եղբայր։
Դա քեզ չի թվում հզոր։ Գնա փորձիր գրավել մի ողջ ժողովրդի եւ գնա թագավորի մոտ եւ ասա. «Էй, Աստված ասում է ազատ արձակիր իմ ժողովրդին»։ Տեսնենք չեն կալանավորի քեզ եւ նետի ինչ-որ մեկուսացված բան տախուց։ Ինչու դրանք չկալանավորեցին Մովսեսին, որովհետև Աստված նրա հետ էր, եւ երբ Աստված քեզ հետ է, ոչ ոք չի կարող քեզ վնասել։ Գուցե դու նրանց դուր չգաս, բայց նրանք ոչինչ չեն կարող անել քեզ։ Երբ Աստված քեզ հետ է, դու զորավոր ես։ Նրանք փորձեցին ինչ-որ բան անել Մովսեսին, նրանք ուղարկեցին իրենց կախարդներին Մովսեսին անիծելու համար։ Նրանք բերեցին իրենց փոքրիկ մահակները եւ մահակները վերածվեցին օձերի, եւ Մովսեսը նետեց իր գավազանը, որը կուլ տվեց դրանք։ Թույլ տվեք ասել ձեզ ինչ-որ բան, երբ դու օծված ես, դու կարող ես ուտել քո սատանաներին, ոչ մի զենք, որն ուղված է քո դեմ չի հաջողվի։ Քո դեմ բարձրացող ամեն լեզու Աստված կդատապարտի։ Կասկած չկա, որ Մովսեսը մտերիմ հարաբերություններ ուներ Աստծո հետ, որովհետև դա այն է, ինչ Աստված ուզում է մեզնից։ Ոչ, դա չի, Աստված չի տպավորվում նրանով, որ դու եկեղեցի ես հաճախում։ Շատ մարդիկ կան, որոնք եկեղեցի են հաճախում, բայց նրանք փոխհարաբերություն չունեն Աստծո հետ։ Այսօր էլ այստեղ մարդիկ կան, որոնք հետաքրքրված չեն Աստծով, երկրպագությամբ կամ գովաբանությամբ։ Նրանք ուղղակի նստած են դահլիճում, հետևում են մարդկանց, փորձելով գտնել ինչ-որ մեկին, նրանք եկել են միայն դրա համար, որ գործ ունենան ինչ-որ մեկի հետ։ Մարդիկ շատ պատճառներ ունեն, որոնց համար գալիս են եկեղեցի, բայց այս ամբողջ խեղաթյուրման մեջ կան մարդիկ այստեղ, որոնք եկել են տեսնելու Աստծո փառքը։ Հենց այդ մարդկանց ես այսօր ուզում եմ ասել, Աստծուն պետք է փնտրել։ Դու պետք է կրքոտ ցանկանաս նրան։ Դու պետք է դուրս գաս քո ճանապարհներից։ Դու չես կարող ուղակի հենվել թիկունքիդ վրա հիանալի տեսքով եւ ասել, դե ես ուղակի այստեղ կսպասեմ, ինչ լինելու է կլինի, ինչ կատարվելու է կկատարվի։ Ոչ, դու պետք է հետապնդես Աստծուն, Աստվածաշունչն ասում է, փնտրեցեք Տիրոջը, քանի դեռ նա կգտնվի, կանչեցեք նրան, քանի դեռ նա մոտիկ է։ Դուրս արի քո խարդախ ճանապարհներից եւ թող քո պիղծ մտքերը, դու պետք է փնտրես նրա երեսը։ Դավիթն ասում է, երբ դու ասացիր իմ երեսը փնտրեցեք, իմ սիրտը ասում է քո երեսը պիտի փնտրեմ իմ Տեր։ Հիսուս ասաց, խնդրեցեք եւ կտրվի ձեզ, փնտրեցեք եւ կգտնեք, դուռը թակեք եւ կբացվի ձեզ համար, ինչը նշանակում է, որ Աստված սպասում է, որ ջերմեռանդորեն փնտրես նրան։ Պողոսն ասում է, որպեսզի ճանաչենք նրան եւ նրա հարության զորությունը եւ նրա տառապանքների մասնակից լինենք, ինչ որ մեկն այստեղ ուզում է ճանաչել Աստծուն։ Դադարիր մարդկանց ասել, որ դու ճանաչում ես Աստծուն։ Դու նույնիսկ քո կնոջը չես ճանաչում։ Լռիր։ Դու ամուսնացած ես արդեն 10 տարի, բայց մինչև հիմա նրա մասին բաներ ես իմանում, որ առաջ չգիտեիր, եւ դու կարծում ես, թե հասկանում ես ամենը, ինչ կարելի է իմանալ նրա մասին։ Դու կարծում ես, թե զգացել ես ամենը, ինչ նրա մասին կարելի է զգալ։ Ինչպես ես համարձակվում դատել այլ մարդկանց եւ ասել, այս բանը Աստծուց է, այս բանն Աստծուց չէ, լռիր։ Դու չգիտես, թե ինչի է ընդունակ Աստված, միայն այն, որ Աստված քեզ բժշկել է թքով, դեռ չի նշանակում, որ Աստված բոլորին բժշկում է թքով։ Նա կարող է ինչ-որ մեկին բժշկել խոսքերով, դադարիր մարդկանց ասել, ինչ դու գիտես, դու չգիտես։ Ես ուրախ եմ, որ դուրս եմ եկել հին դպրոցից, որովհետև նախկինում տղաները ինչեր էին անում։ Նրանք դուրս էին կանչում ոգիներին, նրանք արգելում էին ոգիներին, նրանք ձեռք էին դնում հարբած մարդկանց վրա եւ նրանք սթափվում էին։ Նրանք ձեռք էին դնում մարդկանց վրա եւ այդ մարդիկ լցվում էին Սուրբ Հոգով։ Նրանք չէին կարողանում դա բացատրել, բայց նրանք կարողանում էին դա անել։ Այժմյան սերունդը մենք կարող ենք բացատրել դա, մենք գիտենք հունարեն, գիտենք եբրայերեն, մենք դպրոց ենք գնում, մենք կարող ենք ամեն ինչ բացատրել, 3 քայլ դեպի հրաշքներ, բժշկության 5 ճանապարհ, մենք կարող ենք բացատրել դա, բայց չենք կարող դա անել։ Վաղ թե ուշ դու կհոգնես եկեղեցի խաղալուց։ Դու կսկսես փափագել ճանաչել նրան ավելի խորը։ Փառք Աստծո։ Օ, ես զգում եմ իմ օգնությունը մոտ է։ Մովսես հասավ դրան։ Նա ասաց, Տեր, նա ասաց, ես բավարարված չեմ նրանով, ինչ ունեմ բոլոր այս տիտղոսները, որ ունեմ եկեղեցում։ Դու գիտես, որոշ մարդկանց ուզածն այն է, որ նրանք կոչում ունենան։ Նրանք ներկայությունը չեն ուզում, նրանք միայն ուզում են կոչում։ Սա էր Սավուղի մեղքը, Սավուղն ուզում էր թագավորի պաշտոնը, ոչ թե Աստծո ներկայությունը։ Դավիթ ուզում էր Աստծո ներկայությունը, եւ երբ դու ուզում ես Աստծո ներկայությունը, դու ստանում ես ներկայությունը եւ կոչումը։ Օ, դուք ընդունակ չեք հասկանալու սա։ Երբ դուք փնտրում եք ներկայությունը, դուք ստանում եք ներկայությունը եւ դիրքը։ Դու նույնիսկ կարիք չունես փող փնտրել։ Եթե դու փնտրես Աստծո ներկայությունը, փողերը իրենք կգան։
Ահա թե ինչու է Աստվածաշունչն ասում. ամենից առաջ փնտրեցեք Աստծո արքայությունը եւ նրա արդարությունը եւ մնացած ամեն ինչ ձեզ կտրվի։ Դու չես անում դա փողի համար, դու դա անում ես, որովհետեւ այդպես ճիշտ է, եւ երբ դա ճիշտ է, փողերը կհետևեն քեզ։ Փողերը կհետապնդեն քեզ, փողերը կհարձակվեն քեզ վրա, նրանք կդիզվեն քեզ վրա եւ կտապալեն քեզ։ Մովսեսն ասաց. Տեր, ես պետք է լինեմ այդ մեծ առաջնորդը։ Նա ասաց. ես գիտեմ, որ դու ինձ ճանաչում ես։ Նա ասաց. բայց ես քեզ չեմ ճանաչում։ Տես այս մեծ խոնարհությունը։ Մեծ առաջնորդներից ով կասեր այդպիսի բան։ Ձեզանից ով ունի 3000 անդամ, 5000 անդամ։ Մովսեսի եկեղեցում կար ավելի քան 1.5 միլիոն մարդ։ Դա անհամեմատ խոշոր համայնք է։ Եվ նա ասում է. Տեր, ես չեմ ճանաչում քեզ։ Եվ ուրախ չեմ ձևացնել, թե ճանաչում եմ։ Եվ քանի որ մենք երկար ճանապարհ պիտի շարժվենք միասին, ես պետք է քեզ ճանաչեմ ավելի, քան ճանաչում եմ։ Աստծուն ճանաչելու Մովսեսի ձգտումը իրավունք տվեց Աստծուն պատասխանել։ Մովսեսը նախաձեռնող էր։ Նախաձեռնողի բեռը փնտրողի ուսերին է դրվում դուրս գալու քո հարմարավետության գոտու սահմաններից եւ փնտրելու Աստծուն։ Վերականգնելու ճեղքվածքը։ Ճեղքվածքը չէ, որ մեր ձեռքով է արվել։ Եվ այդ ժամանակ Աստված բացահայտեց նրան գաղտնիքը։ Նա ասաց. դե Մովսես, կա այնպիսի տեղ։ Ես չէի պատրաստվում խոսել այդ մասին, բայց քանի որ դուք այսչափ փափագում եք ավելիին, քան այնտեղ ներքևում եղող մյուս մարդիկ, որոնք պարում են ոսկե հորթի շուրջը, նա ասաց. ես կբացեմ քեզ գաղտնիքը։ Այնպիսի տեղ կա իմ կողքին։ Բարի Աստված, մի տեղ կա, որտեղ ոչ ոք չի մտել։ Մի ճեղք կա, որ ոչ ոք չի լցրել։ Մակարդակ կա, որտեղ ոչ ոք ոտք չի դրել։ Մովսես, իմ կողքին այնպիսի տեղ
համար, որը թշնամին փորձում է բերել քեզ վրա, կա փառքի ուրիշ մակարդակ, յուրաքանչյուր մուծման համար, յուրաքանչյուր խնդրի համար, յուրաքանչյուր պարտքի համար, յուրաքանչյուր թշնամու համար, յուրաքանչյուր կախարդի համար կա փառքի տարբեր մակարդակ։ Դու պետք է դուրս քաշես այն։ Հպվիր ինչ-որ մեկին և ասա, դու պետք է տեղավորվես։ Դու այսօր պետք է կանգնես ժայռի վրա։ Դադարիր հենվել մարդկանց վրա, դադարիր կանգնել քո հեղինակության վրա, դադարիր կանգնել քո հարանվանության վրա, դու պետք է կանգնես ժայռի վրա, Քրիստոսի վրա, ամուր։ Ամուր ժայռի վրա եմ ես կանգնած, մնացած ամեն ինչ հոսուն ավազ է։ Երբ դու կանգնում ես նրա վրա, դա փառք է արձակում, և երբ Մովսեսը կանգնեց ժայռի վրա, Աստծո շնորհը անցավ նրա մոտով և նա տեսավ նրա հրաշալի փառքը։ Բոլոր նրանք, ովքեր պայքարում են պարտքերի դեմ, աղաղակեցեք։ Թույլ տվեք ձեզ մի բան ասել, դու չպետք է բավարարվեք պարելով, երբ գտնվում եք այսպիսի օծված ծառայության մեջ, դու պետք է վերցնես այդ փառքը և դնես այն քո պարտքի վրա։ Եվ հրամայես սատանային, որը փորձում է գրոհել քո ֆինանսների վրա, ասա սատանային, ես գիտեմ, թե ուր ես դու գնում, բայց դու պիտի հեռանաս այստեղից Հիսուսի անունով։ Եթե Աստված կարող է ազատել իմ հոգին, նա կարող է ազատել նաև իմ դրամապանակը, նա կարող է ազատել նաև իմ բիզնեսը, նա կարող է ազատել նաև իմ տունը, աղաղակիր, այո։ Նստեք, ես գուցե ասեմ ձեզ այն ամենը, ինչ նա ասաց ինձ։ Նրանք, ովքեր սննկացած են, ցնցեք ինչ-որ մեկին և ասեք, ես դուրս եմ գալիս սրա միջից։ Ես դուրս եմ գալիս սրա միջից, ես հրաժարվում եմ, ես բացարձակապես հրաժարվում եմ, սատանան ստախոս է, ես դուրս եմ գալիս։ Ես աղոթում էի, որովհետև միայն այս երեկոն է մնում ես հարցրի Տեր, ինչ ես ուզում, որ ասեմ այս մարդկանց։ Նա ասաց, ասա նրանց, որ ես չեմ կարող տալ նրանց ֆինանսական առատություն, որն իրենց պետք է, որովհետև ես չեմ ուզում տալ արտաքին հարստություն, քանի դեռ դու ներքին աղքատության մեջ ես։ Բայց այժմ, երբ քո հոգին հասունանում է, նա ասաց, ես ամենից առաջ ուզում եմ, որ դու առողջ և հաջողակ լինես, ինչպես քո հոգին հաջողակ է։ Նա ասաց, հոգին զորության բանալին է։ Հենց որ ես ազատագրեմ քո հոգին, այն ժամանակ մնացած ամեն ինչ, որ կապված է սրա հետ, դու պետք է պահանջես,
որ նույնպես ազատագրվի։ Ես չեմ պատրաստվում այսպիսի օծություն ստանալով տուն գնալ եւ անհանգստանալ ինչ-որ հաշիվների համար։ Սատանան ստախոս է։ Դու պետք է կարգադրես միգրենին դուրս կորիր իմ գլխից, աղքատություն դուրս կորիր իմ գլխից, հիվանդություն դուրս կորիր իմ կյանքից, պարտքեր դուրս կորեք իմ դրամապանակից, իմ հոգին ազատ է։ Կին, դու ազատագրված ես, տղամարդ, դու ազատագրված ես, փողեր դուք ազատագրված եք, բժշկություն դու ազատ ես, ձախորդություն դու ազատագրված ես։ Մայրեր, սկսեք ձեռք դնել ձեր երեխաների վրա եւ սկսեք կարգադրել օրհնություններին։ Ամուսիններ, ձեռք դրեք ձեր կանանց վրա եւ սկսեք կարգադրել օրհնություններին։ Դու պետք է քո ընտանիքին ասես, մենք դուրս կգանք այս տարի։ Ես նկատի ունեմ, որ ամբողջ ընտանիքը դուրս կգա։ Եթե քեզ դուր չի գալիս այն միկրոշրջանը, որում ապրում ես, սկսիր հավաքել իրերդ։ Ես պատրաստվում եմ տեղափոխվել։ Ես հենց նոր հրաման ստացա գլխավոր հրամանատարից։ Ես պատրաստվում եմ ուղևորվել դեպի այլ մակարդակ։ Աստված այնպես է անում, որ իր փառքը մտնի քո հուսահատությունների յուրաքանչյուր ոլորտը եւ դուրս հանի քեզ։ Աղաղակիր, այո։ Հե երիտասարդներ, ես չէի մտնի այստեղ, ընդունեի Սուրբ Հոգին եւ հետո բաց թողնեի դասերը։ Սատանան ստախոս է։ Եթե Աստված կարող է գալ այստեղ եւ քեզ լցնել Սուրբ Հոգով եւ բացարձակապես շրջել քո կյանքը, նա կարող է փոխել նաեւ քո գնահատականները։ Դու պետք է սկսես ձեռք դնել քո գրքերի վրա, ձեռք դնել դրանց վրա եւ ասել. Հիսուսի անունով ես գլուխ եմ, ոչ թե պոչ։ Ես կճեղքեմ Հիսուսի անունով։ Ձեռք դրեք մեկդ մյուսի վրա եւ ասեք դու օծված ես սովորելու։ Ես արգելում եմ երկուսներին, երեքներին եւ ցածր գնահատականներին, որոնք քո վրա են թափվել։ Սատանան ստախոս է։ Ես Սուրբ Հոգին եմ ուղղում ձեզ վրա Հիսուսի անունով։ Փառքը անցնում է այստեղով։ Դու պետք է մտնես փառքի մեջ եւ վերցնես այն, ինչ քեզ անհրաժեշտ է։ Հասկանում եք, եղբայրներ եւ քույրեր, Աստված առաջնության Աստված է։ Նա քո ցուցակի մեջ չպետք է զբաղեցնի վերջին տեղը։ Տեսնում ես, դրա համար մենք աղոթում ենք հիմար բաների համար։ Տեր, եթե դու ինձ աշխատանք տաս, եւ եթե ինձ մեքենայով օրհնես, եւ եթե դու ստիպես նրան ամուսնանալ ինձ հետ, ես կընտրեմ փրկությունը։ Նա ցուցակի մեջ դարձավ չորրորդը։ Դու պետք է ասես, եթե նա ինձ հետ չամուսնանա, եւ եթե ես մեքենա չունենամ, եթե նույնիսկ աշխատանք չունենամ, ես ուղղակի քեզ եմ ուզում իմ կյանքի մեջ։ Նախ խնդրեցեք Աստծո թագավորությունը եւ նրա արդարությունը եւ այդ ժամանակ այս բոլորը Ինչպես Սողոմոնը չէր աղոթում փողի համար։ Նա Աստծուց իմաստություն էր խնդրում, եւ Աստված ասաց. քանի որ դու ճիշտ նախապատվություններ ունես, ես ուղղակի կապոցներով փող կտամ քեզ։ Ես փող ունեմ, բայց չունեմ այն մեկին ում տամ։ Դուք սա չեք մարսի։ Աստված այնքան փող ունի, որ նա ուղղակի մարդ է փնտրում, որին կարողանա տալ։ Նա իր ինչ-որ մեկին եւ հարցրու քեզ պետք է։ Աստծո մոտ բժշկություն կա։ Նա միայն փնտրում է թե ում տա։ Տիրոջ մոտ այնքան բժշկություն կա, որ այն կինը ուղղակի չարեց։ Միայն հպվեց նրա հագուստի ծայրին եւ այնտեղ այնքան բժշկություն կար, որ երբ նա հպվեց նրա հագուստին, այդ հագուստից բժշկություն ստացավ։ Աստծո մոտ այնքան բժշկություն կա, որ մի կին ասաց. ես քեզանից հաց չեմ ուզում, ուղղակի տուր ինձ փշուրները։ Գոչիր այո։
Գաղտնի վայր կա։ Հակոբը գնում էր սարերով հոգնած եւ տանջված եւ պառկեց գլուխը դնելով քարի վրա։ Տես նորից քար։ Եվ գիրքն ասում է, որ երկինքները բացվեցին եւ աստիճան իջավ երկնքից, եւ հրեշտակները սկսեցին իջնել եւ բարձրանալ։ Եվ Հակոբ ասաց. «Սա սարսափելի վայր է, սա հրաշալի վայր է, քանի որ սա Աստծո տունն է եւ երկնքի դարպասը»։ Նա ասաց. «Ես գաղտնիք եմ գտել»։ Նա ասաց. «Թողեք քարեր հավաքեմ եւ դնեմ այստեղ, որպեսզի ամեն անգամ, երբ ինձ պետք լինի, որ բացվեն երկնքի դարպասները, ինչ պետք է անեմ, այն է, ինչ արդեն արեցի»։ Տեսնում եք, մենք կարծում ենք, որ արթնության ժողովը վերջանում է, բայց դա այդպես չէ, սա միայն սկիզբն է։ Ամեն անգամ, երբ քեզ պետք լինի, որ Աստված անի այն, ինչ արեց այս շաբաթ, ուղղակի վերադարձիր նույն տեղը եւ արա այն, ինչ անում էիր առաջ, եւ երկինքները կբացվեն եւ աստիճանը կիջնի եւ հրեշտակները կբերեն այն, ինչ քեզ պետք է։ Գիտես ինչու։ Որովհետեւ գաղտնիքը բացահայտված է։ Տեսնում ես, քանի դեռ դու չգիտեիր այդ մասին, դա գաղտնիք էր։ Եթե նույնիսկ փակված են մեր օրհնությունները, ապա նրանք փակված են միայն կորսվածների համար։ Բայց հենց դու ճանաչում ես նրան, դու չես կարող գլուխ անել սրանից, հենց որ դու իմացար այս, կարիք կա այդ մասին խոսելու։ Դու կարող ես քո կամքով ակտիվացնել Սուրբ Հոգին։ Դու ժամանակ չունես 90 օր ծոմ պահել։ Դու գնում ես ճանապարհով, մեքենատ ընկնում ես առույցի վրա, այն սկսում է սահել։ Դու ժամանակ չունես փնտրել քո Աստվածաշունչը ավտոտնակում եւ գտնել քո գիրքը եւ կախել քո օծված խաչը։ Թույլ տվեք ձեզ ասել. ձեր Աստված հարմար ժամանակին օգնականն է քո կարիքի մեջ, եւ եթե դու կանչես նրան, Նա ասաց, իմ ձեռքը չի կարճացել քեզ բրկելու համար, եւ իմ ականջը չի ծանրացել լսելու, եթե դու կանչես նրան։ Նա կհայտնվի։ Հասկացիր, թույլ տվեք ինչ-որ բան ցույց տալ ձեզ, նայիր, դա այնքան լավ է, նայիր, դու Աստծո ներկայության մեջ ես հիմա։ Դու երբեք նրա ներկայությունից դուրս չես, երբեք նրա ներկայությունից դուրս չես։ Պողոսն ասում է, նրա մեջ ապրում եմ, նրա մեջ շարժվում եմ, նրա մեջ կամ։ Դու ամեն ժամանակ Աստծո ներկայության մեջ ես։ Դու գուցե ցնցվում ես, դողում ես, ընկնում ես, բայց դու միշտ Աստծո ներկայության մեջ ես։ Այնպես որ դու չես փորձում ստիպել Աստծուն գալ, որովհետև նա արդեն այստեղ է։ Աստված երբեք չի կարող գալ, որովհետև նա միշտ այստեղ է։ Եհովա Շամահ, Աստծո հին կտակարանյան անուններից մեկն է։ Այն չի նշանակում Աստված կգա, այն նշանակում է Աստված այստեղ է, որովհետև Աստված ամենագոյ է եւ չի կարող գալ, որովհետև նա չի գնացել։ Հակոբը, քանի դեռ քարի վրա պառկած էր, ասաց. «Դու կարծում էիք ես մոռացել եմ դրա մասին, ոչ»։ Նա ասաց. «Աստված այստեղ էր, իսկ ես չգիտեի այդ մասին»։ Աստված այնտեղ էր եղել միշտ։ Բայց քեզ պետք է անցնել ամեն տեղ գոյություն ունեցող Աստծուց դեպի Աստծո հայտնված ներկայությունը։ Սա նշանակում է, որ Աստծո անտեսանելի ներկայությունը, որը ես չեմ տեսնում եւ չեմ զգում, եթե ինձ պետք է, որ այն հայտնվի, ամենը, ինչ պահանջվում է ինձնից, նրան փառաբանելն է։ Եվ բանը նրանում չէ, որ գովաբանությունը ստիպում է նրան գալ, ուղղակի գովաբանությունը ստիպում է նրան դրսևորվել։ Եթե դու չես հավատում սրան, հենց հիմա սկսիր փառք տալ նրան։
Այո, 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 կանգնիր, 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 որովհետև եթե դու կանգ չառնես, նա կանգ չի առնի։ Եթե ես այժմ ձեզ թողնեմ եւ դուք շարունակեք փառավորել նրան այս ձևով, նա կգա այստեղ ինչպես հեղեղ եւ մենք բոլորս կպառկենք հատակին ուժասպառ, որովհետեւ քո Աստված անսահման է, նա հավիտենական է, նա մշտական է, նա երբեք չի դադարի քեզ օրհնել, նա չի դադարի քեզ օրհնել, քանի դեռ դու փառք ես տալիս նրան եւ ծառայում ես նրան, նա երբեք ինչ որ մեկը գոչի երբեք Աթոռ բերեք ինձ, երբ դիր այն այստեղ, հիմա նայեք, նա ինձ աթոռ բերեց, ինչ արեց նա ինձ նստելու տեղ տվեց, ինչ նա արեց բնականի մեջ, դու հենց նոր արեցիր հոգևորի մեջ, որովհետև Սաղմոս 22:3-ն ասում է, որ Աստված բնակվում է Իսրայելի գովաբանությունների մեջ, սա նշանակում է, որ Աստված նստում է քո գովաբանությունների վրա, այնպես որ երբ դու սկսում ես փառաբանել նրան, դու ասում ես Տեր նստիր, դու գիտես, որ Աստված նստում է քեզ վրա, որովհետև Աստվածաշունչը Գործք առաքելոց գրքում ասում է, երբ նրանք սպասում էին Սուրբ Հոգու գալստին, Աստվածաշունչն ասում է, որ բաժանված լեզուներ երևացին ինչպես կրակե եւ նստեցին ամեն մեկի վրա, եւ նրանք լցվեցին Սուրբ Հոգով, եւ երբ Պողոսն ու Շիղան փակված էին բանտում, նրանք չէին մտածում, որ որևէ մեկը կարող է մտնել, կեսգիշերին Պողոսն ու Շիղան աղոթում եւ փառաբանում էին Աստծուն, Աստված եկավ բանտ եւ նստեց, ինչ որ մեկը գոչի, նստիր ինձ վրա, երբ դու փառաբանում ես նրան, լսիր, դու արդարացում չունես քո կյանքի որևէ չորության համար, որովհետև գաղտնիքը բացահայտված է, թույլ տվեք ինձ մի բան ցույց տալ ձեզ, կարող եմ մի բան ցույց տալ, երկրպագու, ես խոսում եմ ոչ թե այն աղմկող մարդկանց մասին, այլ երկրպագուն փառքի արտադրողն է, դու կարող ես փառք արտադրել, պարտադիր չէ, որ դու լինես նման սուրբ միջավայրում, դու կարող ես շրջապատված լինել կախարդներով եւ բուհուկներով եւ փառք արտադրել, դու կարող ես կանգնած լինել գործազուրկների հերթում եւ փառք արտադրել, դու կարող ես գտնվել ուռուցքաբանության բաժանմունքում եւ փառք արտադրել, քո երեխան կարող է լինել շտապօգնության մեքենայի մեջ եւ հենց այնտեղ դու կարող ես փառք արտադրել, որովհետեւ քո ներսում կա զորություն, դու զորություն ունես քո ներսում։ Ինչ ես դու ասում, Տեր, այո, նա ով կարող է ավելի առատացնել ամեն բան, քան որ մենք խնդրում կամ խորում ենք, այն զորությունով, որ մեր մեջ է ներգործվում։ Կանգնիր այսօր շատ հաստատ ու նայիր ինչ-որ մեկին եւ ասա իմ մեջ կա այն, ինչի կարիքը դու ունես։ Նայիր նրանց եւ ասա, եթե դիպչես այն օծությանը, որը իմ մեջ է, դու կարող ես այսօր բժշկվել։ Դուք ինձ հետ եք։ Եկեք իսկապես մի քայլ առաջ անցնենք, ասա դու կարող ես օրհնություն ստանալ ուղղակի իմ կողքին նստելով։ Երբ ես սկսեմ փառաբանել Աստծուն, ուղղակի վերցրու իմ ավելցուկները։
Երբ իմ բաժակի եզրերից թափվի, ուղղակի թող դա հոսի դեպի քեզ, եւ երբ այն օծությունը, որ իմ մեջ է, կգա քեզ վրա, եւ ինչ որ ուզում ես Աստծուց, Աստված կտա քեզ։ Փառք տվեք Աստծուն, փառք արտադրողներ, փառք տվեք Աստծուն։ Թույլ տվեք մի հարց տալ ձեզ, զգացիք այն, ինչ ես զգացի, երբ երեք ծառայությունն ավարտվեց եւ ես գիտեի, որ ծառայությունն ավարտվել է։ Բայց խոստովանում եմ, ես չէի ուզում հեռանալ։ Էլով զգաց դա։ Ես ասում եմ այն մասին, որ ես ավարտել էի քարոզը եւ բոլորը երգում էին, եւ բոլոր նրանք, ովքեր ուզում էին լցվել Սուրբ Հոգով, հուսով եմ լցվեցին։ Ես ուղղակի ուզում էի մնալ այնտեղ, որտեղ նա էր։ Բանը նրանում չէր, որ ես ինչ-որ բան էի ուզում նրանից։ Ես հիվանդ չեմ, ինչքան ես գիտեմ կամ ինչ-ինչ խնդիրներ, ես ուղղակի ուզում էի լինել այնտեղ, որտեղ նա էր։ Ես ասացի. «Տեր, ես չեմ ուզում գնալ»։ Նա ասաց. «Իսկ քեզ պարտադիր չէ գնալ»։ Ես հարցրի. «Ինչի մասին ես խոսում, նրանք արդեն շենքն են փակում»։ Նա պատասխանեց. «Ես շենքի մասին չեմ խոսում»։ Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը։ Հպվիր ինչ-որ մեկին եւ ասա. «Դու ասում ես ինձ պարտադիր չէ գնալ»։ Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը ամենակարողի շուքի տակ պիտի հանգստանա։ Միթե դու չգիտես, որ այժմ դու բարձրյալի ծածկոցի տակ ես, եւ եթե դու հոգևոր անձ ես, այն ամենը, ինչ փորձում էր նստել քեզ վրա այսօր, արդեն ընկել է։ Ինչքան խորն ես դու մտնում նրա ներկայության մեջ, այնքան ավելի լավ է քո մարմինը զգում, քո հոգնածությունը թողնում է քեզ, քո ուժերը նորոգվում են ինչպես արծվինը։ Ինչքան մոտ ես նրա ներկայությանը, այնքան ավելի քիչ բաներ են քեզ հետ պահում։ Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը ամենակարողի շուքի տակ պիտի հանգստանա։ Շուքի տակ։ Ցնցիր ինչ-որ մեկին եւ ասա. «Ես շուքի տակ եմ, ամբողջովին»։ Ես չեմ վախենում գիշերվա զարհուրանքից, ոչ էլ ցերեկը թռչող նետից։ Հազար հոգի կընկնեն իմ աջ կողմից, բայց ինձ ոչ մի նետ չի մոտենա, որովհետև ես ամենակարողի շուքի տակ եմ։ Եթե դու իմանայիր, թե սա որքան հաստատ է, դու հիմա այստեղ կխենթանայիր։ Եթե դու իմանայիր, թե ինչքան մարդիկ են նետեր արձակել քեզ վրա եւ փորձել են քեզ սպանել եւ փորձել են ոչնչացնել քեզ, բայց քո կյանքի վրա Տիրոջ ծածկոցի պատճառով քո դեմ ուղղված ոչ մի զենք չի հաջողվել։ Դու պիտի փառք տաս Աստծուն իր աստվածային պաշտպանության համար։
Հպվիր ինչ-որ մեկին եւ ասա, ես բնակվում եմ Սաղմոս 91-ի մեջ, իմ թշնամիները չեն կարող ինձ վնասել, որովհետեւ Աստված ծածկել է ինձ, ես ապրում եմ գաղտնի վայրում, այժմ ուղղիր նրան խենթ փառքեր,